Շնորհակալություն։ Հարցի քննարկումը ավարտվեց։ Հարգելի պատգամավորներ, քննարկում ենք ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության կողմից ներկայացված հանրային ծառայությունների կարգավորման մասին օրենքում լրացում կատարելու մասին եւ էներգետիկայի մասին օրենքում լրացումներ փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարց։ Հիմնական զեկուցող ազգային ժողովի պատգամավոր Վլադիմիր Վարդանյան, համեցեք, պարոն Վարդանյան, համեցեք։ Բարև ձեզ, ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգարժան գործընկերներ, ձեր ուշադրությանն եմ ներկայացնում քաղաքացիական պայմանագիր խմբակցության կողմից հեղինակած հանրային ծառայությունների կարգավորող մարմնի մասին օրենքում լրացում կատարելու մասին եւ էներգետիկայի մասին Հայաստանյան օրենքում լրացումներ փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը։ Հայաստանի Հանրապետությունում էներգետիկայի բնագառում գործունեության կարգավորումն իրականացնում է հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի կողմից էներգետիկայի մասին օրենքով սահմանված կարգով։ Այս համատեքստում լիցենզավորված անձի նկատմամբ վարույթ հարուցելու կամ նրա լիցենզիայի գործողությունը դադարեցնելու դեպքում փաստացի չեն նախատեսվում այն երաշխիքները, որոնք կապով են նման դեպքերում քրիտիկական կամ կարևոր այլ ենթակառուցվածքների բնականոն եւ անխափան գործունեության շարունակականությունը, ինչը կարող է նաև հանգեցնել սպառողների իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանության խախտմանը։ Էներգետիկ համակարգի անվտանգությունը եւ ուսումնասիրությունը ազգային անվտանգության եւ հասարակական բարեկեցության կարևոր բաղադրիչներ են։ Այդուհանդերձ Հայաստանի Հանրապետության գործողությունությունը ներկայումս չի ապահովում բավարար մեխանիզմներ կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկելու համար, երբ էներգետիկ ոլորտի կազմակերպության գործունեությունը կամ գործողությունները սպառնում են համակարգի կայունությանը կամ սպառողների լայն շերտերի իրավունքներին։ Պետական մարմինները փաստացի կարող են միջամտել միայն խախտումները արձանագրելուց հետո, այլ կերպ ասած post factum, այսինքն երբ վնասն արդեն իսկ հասցվել է։ Այսինքն գործող իրավակարգավորները թույլ չեն տալիս վտանգի կանխարգելման նպատակով անհապաղ միջամտել, ինչի հետևանքով կարող է առաջանալ հանրային շահերի լայնածավալ խախտումներ, ինչը հանրային իշխանության մարմինների ժամանակավրեպ գործողություններով միայն կարող է արձանագրել, որոնք որովհետեւ էական փոփոխություն կամ էական օգուտ չեն տալու։ Նման օրենսդրական բացը, ինչպես արդեն նշեցի, լուրջ վտանգներով էներգետիկայի որևէ ենթահամակարգում առաջացած թերացումները կամ չարաշահումները կարող են շղթայական ազդեցություն ունենալ եւ վնասել ամբողջ համակարգի կայունությանը։ Կանխարգելիչ միջոցառման իրավական հնարավորության բացի պայմաններով կարգավորող մարմին ունակ չէ արագ արձագանքել եւ խոչընդոտել նման բացասական զարգացումները մինչեւ անդառնալի վնասի ի հայտ գալը։ Նախատեսող կանխարգելիչ միջոցառումների կիրառումը ենթադրում է, որ հանրային իշխանության մարմինները պետք է ունենան լիազորություն ժամանակի միջամտելու կարգավորող գործունեությանը, երբ դեռ վտանգը միայն հավանական է կամ սկիզբ առնող է, որպեսզի պաշտպանեն հասարակության շահերը առանց սպասելու հետևանքների, որպես կանոն նեգատիվ հետևանքների առաջացմանը։ Հանրային հատուկ կարևորության ոլորտում ավելի արդյունավետ է կանխարգելել համակարգի կոլապսը, քան հետագայում վերացնել դրա հետևանքները։ Էներգետիկ անվտանգության տեսանկյունից սա նշանակում է երաշխավորել, որ էլեկտրաէներգիայի մատակարարումը չխոչընդոտվի եւ սպառողները պաշտպանված լինեն նույնիսկ այն դեպքերում, երբ լիցենզավորված կազմակերպություններից որևիցե մեկում լուրջ խախտումներ են արձանագրվում։ Ոստի պետությունը պետք է ունենա արագ արձագանքման կառուցակարգեր, որպեսզի վտանգի բարձր հավանականության դեպքում գործադրվեն անհրաժեշտ գործընթացներ կանխարգելիչ միջոցներ կիրառելու համար։ Կանխարգելիչ միջոցառումները ուղղված են շտկելու իրավիճակը, վերացնելու հավանական խախտումները եւ դրանց առաջացման ռիսկերը եւ ապահովելու անխափան ծառայությունների մատուցումը սպառողներին։ Կանխարգելիչ միջոցառումների իրավական գործիքակազմի կիրառումը տարածված պրակտիկա է տարբեր երկրներում հանրային ծառայությունների անընդհատությունը երաշխավորելու եւ ռազմավարական նշանակության կազմակերպությունների ձախողումները կառավարելի դարձնելու համար։ Այսպիսով օրենսդրական փոփոխություններն անհրաժեշտ են, որպեսզի Հայաստանի Հանրապետության էներգետիկայի ոլորտում հանրային իշխանության մարմինները ստանան արդյունավետ կանխարգելիչ լծակներ էական հանրային շահերը պաշտպանելու համար։ Ուստի անհրաժեշտ են օրենսդրական փոփոխությունները, որոնք միտված են ապահովելու, որ պետությունը ունենա կանխարգելիչ միջամտություն եւ ունենա անհրաժեշտ իրավական եւ համաչափ գործիքներ նման միջամտությունը իրականացնելու համար։ Ելնելով վերը նշվածից առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է սահմանել ոլորտի լիցենզավորված անձանց գործունեության առանձնահատուկ ռիսկայունության դեպքում կառավարության լիազոր մարմնի կողմից հաղորդում տալու հնարավորություն
եւ սահմանում են դրա իրավական հետևանքները։ Սահմանում են նաեւ ոլորտի լիցենզավորված անձանց նկատմամբ վարույթ հարուցելիս նրանց նկատմամբ կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու հնարավորությունը, սահմանում են կանխարգելիչ միջոցառումների կիրառման առանձնահատկությունները, միջոցառումների կիրառման կարգն ու այլ հանգամանքները։ Այսքան արգելի գործընկերներ, եթե ունեք հարցեր, սիրով կպատասխանեմ։ Տեսնենք, ունեն հարցեր։ Գրանցում։ Կունենան, պարոն Վարդանյան։ Ենթադրում եմ, բայց ամեն դեպքում։ Տեսեք, ունեն։ Մի ափսոսեք։ Արծիկ Մինասյան ունի, հարց խնդրեմ պարոն Մինասյան։ Պարոն Վարդանյան,